Գյումրի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող համայնքի ղեկավարի տեղակալ Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ պիտի կայանա Ավագանու այսօրվա հերթական նիստը, սակայն ընդմիջումներից հետո անգամ անհրաժեշտ քվորում չապահովվեց Ավագանու նիստի կայացման համար։ Նիստը ոչ իրավազոր լինելու պատճառով կազմեցին արձանագրություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի Ավագանու 2025 թվականի նոյեմբերի 11 նիստի չկայացման մասին։ Նիստին բացակայում էր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամբողջ կազմով։ Անհրաժեշտ 17 անդամներից ներկայությունն ապահովեց միայն 16-ի կողմից։ Բացի այդ, մեր քաղաքախմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը ևս չներկայացավ նիստին անձնական պատճառներով։ Որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Նարեկ Միրզոյանը ունի ընտանիքի հետ անձնական խնդիրներ։ Բացակայր նաև օրերս մանդատ ստացած, սակայն ներկայում կալանքի տակ գտնվող Տիգրան Ավագյանը կոմունիստական կուսակցությունից։ Եթե վերոնշյալ երկու անդամների դեպքում բացակայության խնդիրը պարզ էր, ապա քաղաքացիական պայմանագրի դեպքում Ավագանու մյուս անդամները հարցեր ունեին։ Պետք է ենթադրել, որ սա խոչընդոտ է հանդիսանում Գյումրու քաղաքի բնականոն աշխատանքներին եւ տեղի ունեցող ծրագրերի իրականացմանը։ 17,000 մարդու թող պատրաստ լինեն պատասխան տալու, թե ինչի իրանք այսօր չկան, օրինակ, որ քվորում լիներ եւ մենք քննարկենք բազմապիսի հարցեր։ Նշենք, որ օրերս կոմունիստական կուսակցություն խմբակցության Ավագանու անդամներից Գևորգ Ղուկասյանի եւ Սեդրակ Սահակյանի մանդատներից հրաժարվելուց հետո մանդատները հանձնվել էին հաջորդ համարներին։ Սամսոն Էլբակյանին եւ Տիգրան Ավագյանին վերջինս մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել եւս։ Մանդատից հրաժարվել է, հերթական համարն է հաջորդելու, արձանագրությունը կազմած է, արդեն կորոշեն, մյուսը կգա Տիգրան Ավագյանի տեղ։ Ի պատասխան Ավագանու անդամների քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հայտարարություն է տարածել։ Քանի կար պարոնայք կոմունիստները քաղաքացիական պայմանագրի Ավագանու վրա կոմպրոմատ էին փորձում հավաքել վարչական լծակների կիրառմամբ, քանի կար համապետական մասշտաբով ընդդիմության հաղթանակն էին տոնում։ Այսօր եկել հասել են մի հանգրվանի, որ Ավագանու նիստ չեն կարողանում գումարել ու խնդիրն իրենց մեջ ման գալու փոխարեն ասում են քաղաքացիական պայմանագիրը նիստին չեկավ։ Բայց ձեր հավաքելի կոմպրոմատները գործի դնեիք թե ուղղակի ոչ մի բան էլ չեք գտել մարդկանց վրա, որ կարողանաք ազդեցություն ունենալ։ 19 մանդատ ունեք որպես հավաքական ընդդիմություն, քվորման համար պետք է 17 մանդատ։ Մեզնից ինչ եք ուզում, որ գանք կասեք, թե այդ ինչեր էիք փորձում ԿՊԱ-ական ավականիների վրա հավաքել, որ գանք կասեք, թե որ ենթականերին ինչ հայոյանք է տվել կոմունիստների առաջնորդը։ Մեր թիմը աշխատել եւ աշխատելու է ոչ թե սեփական գրպանները լցնելու, ոչ թե քաղաքական հակառակորդների վրա կոմպրոմատ հավաքելու, այլ գյումրեցու կյանքը արժանապատիվ դարձնելու նպատակով։ Մեզ ձեզ հետ չխառնեք, գրել է Գյումրու Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Նշենք, որ Գյումրու համայնքապետարանը առաջարկում է հրավիրել արտահերթ նիստ առաջիկայում։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։